Դուք ներկա էիք վարչության նիստին Արայք Հարությունյանը հետո որ խոսեց լրագրողների հետ ասաց որ անդրադարձ է եղել նաև եկեղեցի իշխանություն այս թեմային Պարոն Խուդացյան ես ուզում եմ հարցնել ի վերջո այն մեթոդները որ ընտրվել է հիմա ոնց է հանգեցնելու կաթողիկոսի փոփոխության եւ այս առումով ինչ է երեք քննարկվել վարչության նիստում Հարգելի գործընկերներ Պարոն Հարությունյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է ի տարբերություն ինձ եւ այդ հարցին այսինքն վարչությանը ես մասնակցել եմ այլ հարցի քննարկման եւ կոռեկտ չեմ համարում վարչության քննարկումից ինչ որ բան մանրամասնել որտեղ վարչության անդամ չեմ Իսկ երեք հետևել եք այն իրադարձություններին որոնք տեղի էին ունենում Զվարթնոց օդանավակայանում ինչպես են հանրությունը դիմավորում գաղափարին Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված որը կարող է գնալ եւ ցանկություն է հայտնել գնալ Զվարթնոց օդանավակայան դիմավորելու Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ այցելող Ինչ նկատի ունեք բազմամեծ զանգված ասելով որտեվ եթե քաղաքական տարբեր շատ լավ եթե քաղաքական ողջ անդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ ազգային ժողով եւ դիմավորել եւ դրանից հետո ընդամենը Զվարթնոց օդանավակայան եւ դրանից հետո ընդամենը 1500-2000 քաղաքացի այնտեղ լինում մեկնաբանությունները ես թողում եմ ձեզ Իսկ թվերը որտեղ գիտեք որ 1500 հոգի է դիմավորել Ցանկացած մարտով երբևէ եղել է Զվարթնոց օդանավականի այդ հատվածում եւ պատկերացնում այդ հատվածը ընդհանուր առմամբ այնտեղ դրանից ավել մարդ տեղավորել հնարավոր չի ուղղակի Պարոն Խուդացյան վարչապետը հիմա հստակ հայտարարում է որ կաթողիկոսին փոփոխելու գործընթաց է մեկնարկում հիմա այս իր նախաձեռնությունը որքանով է տեղավորվում օրենքի եւ օրինականության մեջ Վարչապետը հայտարարել է որ ձևավորվում է աշխատանքային խումբ որը որոշակի գործառույթներ կիրականացնի եւ այդ աշխատանքային խմբի աշխատանքը բացառապես լինելու է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ գործող օրենքների շրջանակներում ես խնդրում եմ որ դուք այդ մասով կասկած չունենաք ընդհանուր առմամբ մեր բոլոր գործողությունները որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության եւ Սահմանադրության շրջանակներում եւ երբևէ չենք դուք աշխատանքային խմբի աշխատանքի բնույթը գիտեք աշխատանքային խումբը հրապարակել է օրինակ ինչով է ինքը զբաղվելու Երբ որ հրապարակի, երբ որ իր աշխատակարգը հստակ լինի, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին եւ Սահմանադրությանը եւ նաեւ բարոյականությանը հակառակ։ Հստակ անջատ կա եկեղեցին եւ պետությունը միմյանցից անջատ են։ Հարգելի գործընկերներ, քանի դեռ աշխատանքային խումբը իր աշխատանքային օրակարգը եւ իր աշխատանքային գործառույթները չի հրապարակել, թույլ տվեք սրա հետ կապված մեկնաբանություն չանեմ, ես վստահ եմ, որ ինչպես մեր բոլոր քայլերը, այնպես էլ այս քայլը տեղավորվելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրենքների եւ բարոյականության շրջանակներում։ Իսկ կարող եք նաեւ ակնկալել այդ վարչապետի հայտարարությունից դատել, որ հնարավոր նաեւ առաջիկայում ընդդեմ բեղափարի քաղաքական Քանի դեռ քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետեւ մենք քաղաքական գործունեությամբ այդ հատվածով մեզ քաղաքական չի մեր մոտիվացիան վարչապետը ասել է որ մեզ ավելի շատ եւ բացառապես այս հարցը ինձ անձամբ այս հարցը հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա եւ կուսակրոնության հետ կապված ուխտի թվացial խախտումներ կամ արդեն հայտարարված խախտումներ այս տրամաբանության մեջ է եւ երկրի վարչապետն է հայ քրիստոնյա լինելու Երկրի վարչապետը նաեւ հայ քրիստոնյա է Այո բայց ինք իր գործողությունները նաեւ ի պաշտոն է բերում են այդ բանին որ Ես ենթադրում եմ որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, եւ կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմաստացը տեղավորվում է։